Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը խորհում է, արդյոք այս պահին տեղին է սահմանադրական փոփոխությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, քանի որ ըստ նրա անվտանգության առումով խոցերի վիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չի փարատվում, ընդհակառակը ամրապնդվում է։ Երբ որ մենք գիտենք, որ վտանգը սպառնում է ամեն օր եւ ամենուր, այդ ժամանակ ինչ որ մի կտրուկ փոփոխություններ ես տեղին չէի գտնում։ Անկախության տոնին ընդառաջ ԱԻՄ-ն առաջարկում է իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով սա հարմար առիթ է Հայաստանում մթնոլորտը փոխելու համար, թեև իշխանությունները որևէ քայլ չեն արել, որը կտրամադրեր իրենց նկատմամբ վստահություն ունենալու։ Ստացնածրեր Վալոդիա Հովանեսյան, Ավետիսյան, Ավետիսյան, նաև Շանթի խումբը ստացնածրերի մեջ մտնում է։ Իհարկե մեզ համար շատ կարևոր է Կարո Եղունիկյանը, որ ընդհանրապես Կարոյին բաց են թողնելու։ Կարո Եղունիկյանի գործը բացառիկ անհեթեթ գործ է։ Կուզեինք, որ անկախության 25-ամյակի հետ կապված Հայաստանում քաղաքականավոր հասկացությունը արմատապես վերացվեր։ Իշխանությունն ընտրություններին ընդառաջ փորձելու է ներգրավել նոր մարդկանց ուժերի, բայց դրա հնարավորությունն արդեն բաց է թողնված, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ըստ նրա, կեղծ քաղաքական կազմակերպությունների ստեղծմամբ խնդիրներն այլևս չեն կարող լուծել։ Я подозреваю, что легитимность ниже плинтуса. Если так, что власти могут делать? Они могут влиять не идеологическими методами, да, то есть, грубо говоря, покупать. Покупать не обязательно деньгами. Уговорить школьных учительниц, проложить асфальт в вашу деревню, вставить двери или стекла в ваш подъезд и так далее. То есть как-то вот повлиять на ваше голосование. Սասնածռերի անդամ Աշոտ Պետրոսյանի վիրահատությունը հաջող է ընթացել, ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի վիրահատությունը կատարվել է 3, իսկ այսօր արդեն իր պաշտպանյալը լավ է զգում։ Աշոտ Պետրոսյանը աջ ազդրի հրազենային վնասվածք էր ստացել եւ ոսկորի կոտրվածք ուներ։ Վիրահատության ընթացքում ոտքը մետաղական կոնստրուկցիաներով հավաքել են եւ մենք հույս ունենք, որ այս վիրահատության արդյունքում Պետրոսյանը կկարողանա քայլել, ասել է Արայիկ Պապիկյանը։ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարիթաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով ենթադրաբար տուժել են 99 քաղաքացիներ, որոնցից 23-ը լրագրողներ։ Շարունակվում է Սարիթաղում տեղի ունեցած դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Արդեն հարցաքննվել են 74 քաղաքացիներ, 63-ը ճանաչվել են տուժող, իսկ 11 անձիկ հարցաքննվել են որպես վկա։ Մնացած 25 անձանց հայտնաբերելու համար հետաքննության մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Հարցաքննվել են 23 լրագրողներից 21-ը, նրանցից 19-ը ճանաչվել են տուժող, 2-ը հարցաքննվել են որպես վկա, իսկ 2-ը հրաժարվել են ներկայանալ վարույթն իրականացնող մարմին։ Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների 47 անձիկ ստացել են բեկորային վնասվածքներ, 36-ը ենթարկվել են ֆիզիկական բռնության, 5-ի մոտ հայտնաբերվել են այրվածքներ։ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության падգամավոր Ռուզաննա Մուրադյանը համաձայն է կրթության գիտության նախարար Լևոն Մկրտչյանի երեկվա հայտարարության հետ, թե դպրոցներում առարկաներ կան, որոնք հայտնվում են դասացուցակում պետության միջազգային կառույցների կամ եկեղեցու ճնշմամբ։ Որևէ միջազգային կառույց չի կարող պարտադրել դպրոցին առարկա, որը մեր ազգային անվտանգությանը դեմ է լինելու։ Ինտեգրացիա եւ զարգացում հասարակական կազմակերպության ղեկավար Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը ներկայացրել է իրենց վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Ըստ դրա, Հայաստանի բնակչության 70%-ն ակնկալում է, որ պետությունը հանդես գա արտադրական միջոցների ամբողջական կամ մասնակի սեփականատեր։ Հայաստանի հասարակությունը նույն սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ գիտության, ինտելեկտուալ ճյուղերի զարգացման եւ գիտատար արդյունաբերական ճյուղերի զարգացման ասպարեզում հույսը կապում է նախ եւ առաջ Ռուսաստանի հետ համագործակցության, հետո նաեւ ընձեռնված մյուս հնարավորություններով Չինաստանի եւ մեր տարածաշրջանում ընդգրկված մյուս պետությունների հետ։ Հայաստանի հովտային շրջաններում սեպտեմբերին դեռ ամառ կլինի։ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմեծծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է սեպտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումները։ Մենք ունենալու ենք այնպիսի սեպտեմբեր, որը համահունչ է մեր բազմամյա կլիմական պայմաններին առանց որևէ արտարող շեղումների։ Առաջին տասնօրյակը աչքի կընկնի անկայունությամբ։ Այսինքն ջերմաշրջանային որոշակի վայրի վերումներով, նվազումներով, բարձրացումներով, ամպրոպային բնույթի կարճատևանքներով։
Երկրորդ տասնօրյակում մի փոքր առաջին տասնօրյակի նկատմամբ օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Երրորդ տասնօրյակում կրկին արդեն ջերմաստիճանը կայուն կսկսի նվազել։ Վերաքննիչ դատարանը մերժեց Սասնա Ծռեր խմբի անդամ Արմեն Լամբարյանի խափանման միջոցը փոխելու եւ գրավի դիմաց ազատ արձակելու բողոքը։ Արմեն Լամբարյանը հրաժարվել էր մասնակցել դատական նիստին։ Ներկա չի եղել նաեւ դատախազը։ Դատարանը հրապարակեց նաեւ Արմեն Լամբարյանի կողմից արձակնության արձանագրությունը, որտեղ նա նաեւ պահանջում էր, որ իր նկատմամբ մահափորձ կատարած անձին ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Դատարանի որոշումը սպասելի էր թե փաստաբանի, թե իր պաշտպանյալի համար։ Միանշանակ վստահ էինք, որ դատարանը կկայացնի այս որոշումը, որը այսօր մենք լսեցինք, Լամբարյան Արմենը իմաստ չգտավ գալ եւ ներկայանալ դատարան։ Արմեն Լամբարյանի հարազատները նիստը սկսվելուց շատ ավելի վաղ էին վերաքննիչ դատարան եկել։ 3 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքում հիմա եկամուտի միակ աղբյուրը Արմենի հաշմանդամության թոշակն ու նպաստն են։ Երեխաները հազիվ են դիմանում հոր կարոտին։ Փոքրիկի մասին որ գալիս եմ ասում ա ես էլ եմ ուզում կամ պապայից տեսնեմ, բայց պապային որտեղ տեսնել, ասում ա, բայց հանգստացնում ենք, որ հլը չի կարելի աչքի։ Վարդուհին մեծ աղջիկը Արմենի ասեց, որ ես գիտեմ, որ իմ պապան հատուկ մեզ համար չի դուրս եկել այդ քայլին, նա դուրս է եկել բոլոր հայ երեխեքի համար ու ասեց հիմա ինչքան է որ իմ պապան բարկած է, որտեղ էլ որ բարկած է, ես եմ իր գործը շարունակել։ Արմեն Լամբարյանի մայրը հիմա հիշում է որդու Արցախյան պատերազմում անցած ուղին։ 17 տարեկան էր, որ գնաց, փախավ, գնաց, կռվեց Ղարաբաղ, բայց այդ ժամանակ ոչ մեկը չէր անհանգստանում, ասում տղա ջան դու փոքր ես, քո ժամանակը չի ուր ես գնամ։ Բայց այս պահերին արդեն իրանց ոնց պետք է նենց են վարվում։ 4-5 տարի կռվել է, վիրավորվել է Ֆիզուլի Ճարտար գյուղում, երկրորդ կարգի հաշմանդամա։ Ձախ ձեռքը լավ չէր աշխատում իրան։ Ներքին առնահոսություններ ունեցել, սնայպերով խփել էին թիկունքից, սպազներս տեղից դուրս եկել։ Արմեն Լամբարյանը դատապարտյալների հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 6-ին պատգարակով։ Նա 2 ոտքերի հրազենային վիրավորում էր ստացել։ Առաջիկա 10-15 օրերի ընթացքում Էրեբունի բժշկական կենտրոնում նրան կրկին պետք է վիրահատեն։ Հայաստանի քաղբանտարկյալներին, քաղաքալացյալներին ու նրանց ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նպատակով բացվել է հիմնադրամ։ Սասնա Ծռեր հիմնադրամն իր հաշվին արդեն ունի $700 եւ 30,000 դրամ։ Անվանական ցուցակ է ստեղծվել նրանց անձնական տվյալների, ընտանիքների անդամների եւ այլ մասին ինչքան հնարավոր է ստեղծել ենք, շարունակում ենք աշխատել դրա վրա եւ հույս ունենք, որ առաջիկայում լրիվ պատկեր կունենանք։ Շատ կարեւոր ենք համարում միջազգային ատյաններում համապատասխան կազմակերպություններում մեր կարծիքը Հայաստանում քաղաքալացյալների եւ քաղբանտարկյալների վիճակի մասին տվյալների հաղորդումը ապահովել։ Աջակցություն տրամադրելու նպատակով ցուցակագրել են քաղաքական հայացքների համար 68 հետապնդվողի, սակայն ցուցակը դեռ կընդլայնվի։ Մենք չպետք է աչքաթող անենք որևիցե մի հալածյալի կամ տուժածի կամ որևիցե քաղբանտարկյալի ընտանիքի, որովհետև դա մեր կողմից ես ամենայն դեպս ես այդպես եմ մտածում կլինի անբարոյականություն։ Հիմնադրամը աշխատելու է թափանցիկ մարդիկ կտեսնեն բոլոր մուտքագրվող եւ ելքագրվող գումարները, իսկ հիմնադրամին կարելի է փոխանցել անգամ 100 դրամ։ Ես առաջարկում եմ եւ այստեղ գտնվողներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց աջակցությունը ցուցաբերել, ամեն ամիս 100 դրամ որպես բարոյական աջակցություն փոխանցել այս ֆոնդին։ Դա շատ ոգևորիչ կլինի եւ հալածյալների համար եւ մեզ համար եւ դա նույնպես համախմբող մի գործընթաց կլինի։ Բարեգործական հիմնադրամը բացի իրավաբանական ու սոցիալական օգնությունից հարկ եղած դեպքում կտրամադրի նաև բժշկական օգնություն։ Նրանք պատրաստ են հավաքված գումարով նաև բարեկարգել դատապարտյալների հիվանդանոցը։ Մենք այնպես մի հատ ավերակ երկրի մեջ ենք ապրում, ավերակ բառից բուն իմաստով, որտեղ որ կողմ որ շրջվես, լիքը անելու եւ վերանորոգելու բան կա։ Դա Աստված, շատ գումար գա, մենք շատ ավելի շատ աշխատանքներ կարող ենք իրականացնել։ Հիմնադրամին գումար փոխանցելու համար գործում է բանկային հաշիվ դրամով, ռուբլիով, դոլարով ու եվրոյով։
Մասիսի քաղաքապետի թեկնածու ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանը ինքնաբացարկ է հայտնել, թեև նա որպես պատճառ նշել է իր առողջական խնդիրները, ԲՀԿ-ում չեն բացառում ճնշումները։ Երեք ուշ երեկոյան տևական ժամանակ շուրջ մի քանի ժամ պարզապես կապ չի եղել, ոչ մի ձևի կապ չի եղել, ընդհանուր մտերիմների, հարազատների հետ կապված փորձել են կապ հաստատել, հասկանալ որտեղ է գտնվում թեկնածուն եւ որևիցե կերպ հնարավոր չի եղել կապ հաստատել։ Այնուամենայնիվ կուսակցությունը որոշել է իր շարքերից հեռացնել ԲՀԿ Մասիսի խորհրդի նախագահ Կարապետ Օհանյանին, քանի որ ինքնաբացարկ հայտնելով նա խախտել է կուսակցության որոշումը։ Տիմ ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու ՀՀԿ-ական որևէ թեկնածուի, չի սատարելու նաև Սասնա Ծռեր խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքում, չնայած նրան, որ ԲՀԿ-ական թեկնածու Աշոտ Հակոբյանը Խանդոյանի առաջադրվելուց հետո հանել էր իր թեկնածությունը։ Կառույցի ղեկավարի որոշումն է եղել, մոտեցումն է եղել եւ Բավարարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին իր մեջ ժողովրդավարական հիմքեր ունի, լիբերալ մոտեցումներ ունի եւ հարգանքով է մոտիկանում տվյալ խորհրդի եւ տվյալ մեր պատասխանատուի որոշումը եւ մենք հարգանքով ենք վերաբերվում եւ սատարելու կամ պաշտպանելու նման հարց չկա որպես այդպեսին։ Առաջիկա տիմ ընտրություններին կմասնակցի նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շուրջ 6 համայնքում առաջադրելով 40-ից ավելի թեկնածու։ Կուսակցության փոխնախագահն ուսումնասիրություն է կատարելու կանգնել մտահոգիչ փաստի առջև։ Պարզվում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում համայնքի ղեկավարների 70%-ը 50-ից 60 տարեկան տղամարդիկ են։ Ես կարծում եմ, որ սա բավականին մտահոգիչ է եւ մանավանդ երբ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր մի քանի տարի շարունակ վերընտրվում են։ ԲՀԿ-ն նույնպես նմանատիպ մտահոգություն ունի։ Մենք ունենք տասնյակ այնպիսի համայնքի ղեկավարներ, ովքեր սկսած 96 թվականից իրենց թեկնածությունը առաջադրում են կամ իրենց ընտանիքի անդամներից ինչ-որ մեկն է առաջադրում եւ արդեն 20 տարի է անցել նրանք գյուղապետի կարգավիճակ ունեն։ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը չի կիսում նրանց մտահոգությունը։ Մենք ունենք այս ընտրություններում դեպքեր, երբ որ գործող համայնքի ղեկավարների ավականու անդամներ ուղղակի չեն առաջադրվել, ովքեր երկար տարիներ ղեկավարել են այդ համայնքը, մասնապես Վանաձոր, Մասիս եւ այլն։ Հանրապետության 690 համայնքներում տիմ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին։ Գյումրիի Միասնիկյան 188-րդ տանը դեռևս պահպանվում են 1.5 տարի առաջ տեղի ունեցած դաժան սպանության հետքերը։ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունից հետո առաջին անգամ լրագրողներին թույլ է տրվել մտնել այն տունը, որտեղ կատարվել էր հանցագործությունը։ Մեկ շաբաթ առաջ ռուզին ծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման Ավետիսյան ընտանիքի սպանության համար, բայց այս դատավարությունը բնավ չի արդարացրել Ավետիսյանների իրավահաջորդների սպասելիքները։ Այնտեղ գտնվող բոլորը խամաչիկներ էին, իրանց թատրոնը ցույց տվեցին, իրանց կերպարը կատարեցին։ Հարազատները հիշեցնում են դատավարության ընթացքում չեն ընդունվել տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների ներկայացրած այն միջնորդությունները, որոնք նպաստավոր հիմքեր կստեղծեին գործի բացահայտման առումով։ Իրաձևական կողմը ապահովեց, դատը փակեց, թողեց, մեր բոլոր հարցերը անպատասխան մնացին։ Ոչ մի միջնորդություն չբավարարվեց։ Ոչ մեկի չհրավիրեցին։ Ամեն մեկին իր ձևով փակեցին, թողեցին, գնացին։ Առաջին պահից խաբել են մեզի բոլորը, սկսած դատավարությունից, իշխանություններից բոլորը անխտիր առաջին պահից, ամբողջ քննությունից, ամեն ինչից դժգոհում ենք մենք։ Ամեն ինչը մեզ խաբել են։ Մինչև առայսօր մենք դատավարությունից հրաժարվել ենք, դատի չենք ներկայացել, իրանք առանց մեզ դատը փակել են, դատել են ու մենք ամեն ինչից դժգոհ ենք։ 7 հոգու սպանեցին, որից երկուսը մանկահասակ։ Ինչի՞ չպետք է պատասխան տան։ Պետք է պատասխան տան բոլորը։ Հարազատները չեն պատրաստվում համակերպվել, որ այս սպանության համար պատասխան պետք է տա միայն ռուզին ծառայող Վալերի Պերմյակովը, որի պատիժը կրելու վայրն անգամ պարզ չդարձավ դատավարության ընթացքում։ Նրանք բողոքարկելու են առաջին ատյանի դատավճիռը ընդհուպ մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եվ եթե անգամ Եվրադատարանը առաջարկի արտաշիրիմում կատարել, իրենք համաձայն են, միայն բացահայտվի ճշմարտությունը։ Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 12-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը վաղ առավոտյան ինքնակամ լքելով զորամասը մտել էր Ավետիսյանների տուն, սպանել ընտանիքի 6 անդամներին։ Ընտանիքի 7-րդ անդամը 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը ստացած վնասվածքներից մահացել էր 1 շաբաթ հետո։
Հայաստանի Հանրապետության ուժային գերատեսչություններին պատկանող շները հնարավորություն կունենան ուժերը փորձել սեպտեմբերի 18-ին Միկա մարզադաշտում կայանալիք Հայաստանում առաջին խոշորագույն սպորտային միջոցառմանը։ Այս ցուցահանդեսը եւ մրցումները միտված են այն բանի համար, որպեսզի թե ուժային կառույցները իրար հետ մրցեն եւ փորձեն հասկանալ իրենց շները ինչքանով են պատրաստ այս կամ այն իրավիճակին, որոնք պետք է կարողանան իրականացնել, թե իբրև փորձի փոխանակում։ Ցուցահանդես մրցույթն իրականացվելու է Հայաստանի կինոլոգիական միության ջանքերով։ Նմանօրինակ սպորտային եւ ժամանցային միջոցառումներ միությունն իրականացնում է շուրջ 2 տասնամյակ, սակայն այս մեկն առանձնանում է նաեւ նրանով, որ մրցույթում ուժերը կփորձեն նաեւ Հայաստանի սահմանապահ զորքերում իրենց ծառայությունն իրականացնող շները։ Մենք կարողացանք ունենալ ձեռքբերում այն մասով, որ մեր սահմանին աշխատող շները եւս կմասնակցեն, սա շատ մեծ ձեռքբերում է, հաշվի առնելով պաշտպանության նախարարության կարևորությունը մեր երկրի համար եւ սահմանապահ զորքերի այսօրվա հատկապես լարվածության իրավիճակում ինչքան մեծ նշանակություն ունի շան աշխատանքը տվյալ իրավիճակներում։ Մրցույթի միավորները կամփոփ են արտասահմանից հրավիրված միջազգային կարգի մրցավարները, իսկ շները կմրցեն 15 տեսակի վարժություններում։ Շունը պետք է աշխատի յուրաքանչյուր իրավիճակում տարբեր կերպ։ Օրինակ պայթուցիչների դեպքում շունը իրավունք չունի ազդանշան տալու, հաչալու, որովհետև կան պայթուցիչ տեսակներ, որոնք որ ձայնային ազդանշանից կարող են հրավառվել։ Սպորտային միջոցառման ավարտին հաղթողները կինոլոգիական միության կողմից կստանան իրենց մրցանակները, սակայն շների փոխարեն դրանք նախատեսված կլինեն նրանց վարժեցնողների համար։ Փնտրեք բարին ամենուրեք եւ երբ գտնեք հանեք այն թաքստոցից ու ազատ արձակեք, ասում էր բարի հսկա Վիլյամ Սարոյանը։ Ասում են բարի է, շատ բարի է, այսպիսի ամերիկյան քննադատության մեջ կարծիք կա, որ ուղղակի այդ բարությունը իրենց երևի մի քիչ պարզունակ է թվացել։ Էդվարդ Միլիտոնյանը բախտ է ունեցել անձամբ հանդիպելու Վիլյամ Սարոյանի հետ, ասում է նրան միշտ զարմացրել են Սարոյանի պատմություններն ու հայացքը կյանքին։ Ես զգում եմ մի հայ մարդու բիթլիսցու դեմք, որը տեսել է ծանր հարվածներ պատմականորեն, կենսականորեն, բայց մնացել է բարի, խորը, ճշմարտացի, ներող, այդ մեծ գոյությունն է, որ կարող է ստեղծել այդպիսի խորքով պատմածներ։ Օգոստոսի 31-ին լրացավ Վիլյամ Սարոյանի ծննդյան 108-րդ տարին։ Այդ առիթով ինտելեկտուալ ռենեսանս հիմնադրամի ջանքերով առցանց ընթերցանության ֆլեշմոբ անցկացվեց, որի ընթացքում Հայաստանի ու աշխարհի մի շարք քաղաքներում միաժամանակ ընթերցվեցին Սարոյանի ստեղծագործությունները։ Անցյալ տարի ինտելեկտուալ ռենեսանս հիմնադրամը գնել է Սարոյանի տունը Ֆրեզնոյում։ Այժմ աշխատանքներ են տարվում այն թանգարանի վերածելու ուղղությամբ։ Մենք նպատակ ունենք 2017 թվականի օգոստոսի 31-ին, այսինքն գրողի հաջորդ ծննդյան օրը կազմակերպել տան բացումը։ Աշխատանքները շատ են եւ անելիքները բավական դժվար եւ գուցե եւ չստացվի, բայց այդ նպատակը այսօր ունենալը արդեն մեզ ստիպում է, որ մենք այդ սահմանների մեջ փորձենք իրականացնել։ Ուշ երեկոյան Երևանի Թումոյի այգում կազմակերպվելու է Վիլյամ Սարոյանին նվիրված ցուցահանդես եւ նրա սիրելի ուտեստների համտես։